Տեսակ ինչ կոչեր էին հնչում, ասում են, որ պետք է մնալ հրապարակում այնքան ժամանակ, մինչև անհրաժեշտ թվով մարդիկ հավաքվեն եւ կարողանան արգելափակել թե կառավարության աշխատանքը եւ թե մյուս նախարարությունների աշխատանքը։ Ըստ ձեզ սա լուծում է եւ հնարավոր կլինի հասնել հասարակության կոնսոլիդացիային հաշվի առնելով նաեւ հասարակական պասիվությունը։ Գիտեք ինչ, ես նոր մոտեցա որ լսեմ Անդրեաս Ղուկասյանին եւ ամբողջությամբ չեմ կարող լսել թե ինչ է ասվել է թե ինչ, բայց հասարակ կարծում եմ որ նրա դրված քայլերը տրամաբանական են, որովհետեւ մենք տեսնում ենք որ որևէ ազդեցություն կառավարության վրա չկա, կառավարությունը պահում է իրեն որպես հաստորեն օկուպացիոն ռեժիմ, որը վաճառում է ամեն ինչ հնարավոր է, մարզահամալիրը ձեզ օրինակ, որոտանը վաճառում է այն, որ իրեն չի պատկանում, իմ կարծիքով մոտապես այդպես կարելի է ընդհանրել վիճակը։ Պատկերացրեք դուք մեկին ցակալում եք, որ ինքը ձեր տունը մաքրի, այդ աշխատողը լավ չի մաքրում, դուք նրան ասում եք լավ չես մաքրում, ինքը փոխանակ գնա, ձեր տունը վաճառքի է դնում, գումարն էլ իրեն է դնում, ասում է հա ես վատ եմ աշխատում, ուրեմն քո տունը պիտի վաճառեմ, վերջը դրանք իրեն չեն ստեղծել, նրա դա ժողովրդի ունեցվածքն է, որը նրանք տնօրինում են միայն իրենց գրպանի վերաբերյալ։ Այդ վերջի խայտարակությունը Դեմիրճյանի անվան այդ մարզահամալի ինչ մնաց, որ ամեն ինչը հանել վաճառքի, դա ոչ թե կառավարություն է, այլ ինչ որ ավազակախումբ։ Եվ այս առումով նրա առաջարկած Ղուկասյանի առաջարկ դա շատ աշխարհում ընդունված է տալ դրա քաղաքացիական անհնազանդություն, դա նոր բան չէ, դա հայտարարը հնարել է 19-րդ դարում ամերիկացի Հենրի Տորոն, ֆիլոսոփա եւ գրող, եւ 20-րդ դարի գանձիական շարժումը ցույց է տալիս դրա արդյունավետությունը, երբ կառավարությունը ի վիճակի չէ լսել եւ ապավինում է միայն ոստիկանական ուժին, ապա միակ համարժեք պատասխանը դա քաղաքացիական անհնազանդություն, դա կարող եմ ասել ես հիմա։ Բավականին շատ է խոսվում իշխանապողության մասին, թե այս նախաձեռնությունն է խոսում եւ թե առանցին նաեւ միշտ խոսել են ընդդիմադիր կուսակցությունները, բայց այդպես էլ չեն կարողանում հաջողության հասնել եւ հիմա էլ սահմանադրական փոփոխություններն են արդեն մեջբերում եւ ասում են որ սա հենց վերարտադրության խնդիր է լուծում հանրապետական կուսակցության եւ Սերժ Սարգսյանի համար։ Դե գիտեք ինչ, բնական է խնդիրները բավականին լուրջ են եւ այդ փաստորեն դա նույնպես իմ համար ախտանիշ է, թե ինչ օրի հասավ հայ ժողովուրդը, որ նրա առջև դնում են քննարկման այդպիսի խայտարակ փաստաթուղթ, որը կոչվում է սահմանադրական բարեփոխումներ։ Իրեն հարգող ազգը մի րոպե չեք հանդուրժին այն իշխանությանը, որը հանդգնում է նման փաստաթուղթ դնել եւ նաեւ համոզված է, որ ինչ-ինչ գործիքներով հանրակրվեի արդյունքում նրանք կարող են վավերացնել այս խայտարակությունը, որը հետ է մղելու Հայաստանը 17-18 դարերի խանությանը։ Այսինքն, այստեղ տեսնում եք ոչ ժողովրդավար սահմանադրական փոփոխություններ, ինչ են սահմանադրական փոփոխությունների հիմքում ըստ ձեզ։ Սահմանադրական փոփոխություններ ես դա չէի ասել, դա ավելի շուտ ներկուսակցական կանոնակարգն է, որը պիտի հնազանդացնի բոլոր պաշտոնյաներին, որ որևէ պաշտոնյան անդակ չմտածի իր պատասխանատվության պետության առջև, այլ միայն ու միայն դրսևորի, ես մեջբերում եմ այդ քաղաքական զսպվածություն։ Միայն այդ տերմինը բավարար է, որպեսզի մենք գնահատական տանք, որպեսզի աշխարհում նման բան ոչ մի սահմանադրության մեջ դուք այդպիսի տերմին չեք գտնի, քաղաքական զսպվածություն։ Սա ճորտատիրական կարգերի վերահաստատման, որը Հայաստանը վաղուց անցել է, միջնադարում արդեն անցել ենք եւ պիտի վերականգնվի այդ ճորտատիրական համակարգը։ Ավելի շուտ ոչ թե վերականգնվի, այլ ուղղակի արդեն օրենքի սահմանադրական ուժ ստանա, որտեղ իրականում մենք բոլորս պարտական ենք երկրի նախագահի, որ մեր ականջները մինչև հիմա չեն կտրել։ Ես մեջբերում եմ փոխոստիկանապետի ասածը, որ ով որ համարձակվի բան ասել, պիտի ականջները փոկի կամ կտրի։ Երևի լսել եք Լևոն Երանոսյանի այդպիսի հայտարարությունը։ Այսպես մենք ապրում ենք այդպիսի հասարակարգում,
եւ դա պիտի վավերացվի նաեւ սահմանադրության ուժ ստանա։ Տեսեք, հասարակությունը հիմա երկընտրանքի մեջ է, որովհետև մի կողմից ասում են ոչ համադրական փոփոխություններին, որովհետև վերարտադրության խնդիր է խոսում, մյուս կողմից էլ ասվում է, որ եթե ոչ ենք ասում, ապա վերադառնում է Ռոբերտ Քոչարյանը, այլ անձանց անուններ եւս շոշափում են, այսինքն հասարակությունը դուրս չի գալիս նախագաների, երեք նախագաների ազդեցության գոտուց։ Հասարակությունը չի մի քանի վարձու քաղաքագետներ, այդպես կոչված եւ լրագրողներ, որոնք իրականացնում են անհասկանալի պատվեր, այդպես ասած, պահանջում են Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը։ Մինչև այդ Պուտինի հրաժարականներին պահանջում, հիմա Ռոբերտ Քոչարյանի, դա ուղղակի անիմաստ է եւ չարժի դա քննարկել։ Այսինքն այստեղ ոչ ասելով ոչ ասելը դե քիչ է, որովհետև դուք շատ լավ գիտեք ինչպես են լուծվում քվեարկությունները եւ հանրակրվեները Հայաստանում։ Դա լուծվում է մինչև օրը պետք չի սպասել, թե ինչ արդյունք հայտարարի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Մենք շատ լավ գիտենք ինչ արդյունք է դա հայտարարելու։ Այսինքն քվեարկությունը միայն վավերացնելու է այն վիճակը, որ լինելու է մինչև այդ։ Եթե հնարավորություն լինի ոչ թե ոչ ասել, այլ ուղղակի խափանել այդ հանրակրվեն, այն ժամանակ հասկանալի է, որ դա այդպես ասած կլինի ոչը։ Այլապես կերծվելու են կամ անգամ ոչ թե կերծվելու են, այլ ինչպես միշտ շատ դեպքերում, քանի որ ճորտատիրական կարգերում ենք ապրում, մարզպետը կհավաքի գյուղապետներին, գյուղացիքն էլ հագելով մարզպետին կարող է քվեարկեն։ Չեմ ասում այն շրջիկ խմբերի մասին, որ ուրիշների տեղը պիտի քվեարկեն 10 անգամ։ Այսինքն տվյալ դեպքում հարցը ոչ թե քվեարկությունն է, այլ արդյոք հասարակությունը իր մեջ ուժ կհավաքի, կգտնի բոյկոտել ամբողջ գործընթացը, ոչ միայն հանրակրվեն։ Գիտեք, ոչ թե այո, որովհետև Թայլանդի ընդդիմության օրինակը կարելի է բերել, որտեղ ընդդիմությունը հրաժարվեց գնալ ընտրությունների իշխանության գրված օրենքով եւ ուղղակի թույլ չտվեց, որ քաղաքներում ընտրություն կայացվի։ Այսինքն հարցը լուծվելու է կամ այս կամ այն կողմ, մինչև քվեարկությունը, մինչև քվեարկության օրը։ Իսկ կուսակցությունների կողմից, ընդդիմադիր կուսակցությունների կողմից մասնավորապես լուրջ պայքար այս պահին տեսնում եք համադրական փոփոխությունների դեմ։ Ես չեմ կարող ասել, որովհետև տես կարող է ինչ-որ մի բան վրիպել է, այս պահին գիտեմ ՀԱԿ-ի դիրքորոշման վերաբերյալ, որ նրանք իրոք շատ ողջամիտ որոշում են կայացրել չմտնել այդ հիմար այդպես կոչված բովանդակային քննարկումների մեջ եւ համապատասխան քարոզությունը ուղղել քաղաքական ոլորտել, ոչ թե այնպես։ Եթե եւս մեկ անգամ կուսակցությունները հանդիպեն Սերժ Սարգսյանին, նշանակում է մտնում են եւ քննարկեն համադրական փոփոխությունները, նշանակում է մտնում են այդ կուսակցությունները, այդպես ասած, ուզում են մի փայլ ստանան, այս առումով դա լուրջ բան չէ։ Եվ այս առումով մենք տեսնում ենք եւ ինձ դա գոհացնում է, որ կուսակցությունների տեղը գալիս է ենթադրենք Անդրեաս Ղուկասյանի նոր գործիչը, քիչ գլխավոր է ոչ թե կուսակցությունները ինչ կորոշեն, այլ վերջեվերջո ինչպես կարձագանքի հասարակությունը։